Աստված թորներ ունի, հարցումով ենք սկսում։ Միաբերան պիտի ասեք ոչ, իսկ ծորներ, նորից պիտի ասեք ոչ, բայց ոմանք ոչ միայն կարծում են, որ ունի, այլ նաև իրենց տեսակետն են առաջ քաշում, այս նյութը միշտ եղել է, բայց ժամանակ առ ժամանակ թեժացվում է, շատեր մասնակցում են այդ թեժ քննարկումներին և շատ սխալ ուղղությամբ տանում։ Մանավանդ մեկ-երկու համար էլ, որ Աստծո խոսքից գտնում են, դրա վրա կառչած արդեն պնդում են իրենց տեսակետը։ Օրինակ, մամաս ամբողջ կյանքը հավատացյալ է եղել։ Լավ է, որ ինքը հավատացյալ է, բայց դրանից քեզ ինչ։ Չէ, ինքը պետքություն չունի հավատացյալ լինելու, որտև իր մայրիկի հավատքի համար, հանուն իր մայրիկի սիրո, Աստված իրենց էլ ընդունում է որպես Աստծո որդիներ, փրկություն է շնորհում, սա սատանայի խաբեությունն է և ոմանք այդ խայծից բռնված են։ Մեկի էլ պապը քահանա է, և ինչ, անգամ իրավունք չունես հավատքի հարց տաս, դուք կարող եք պատկերացնել, քահանա, դա նշանակում է ամբողջ գերդաստանով իրենք փրկված են։ Սա էլ մեկ ուրիշ մոլորություն, անգամ հայտնի չէ, քահանան փրկված է, թե չէ։ Վրդովում են, ինչպես եք համարձակվում անձնական հավատքի հարցում անել։ Լավ։ Սուրբ Գիրքը ոչ միայն շարադրված գրություններ են, այլ այդ գրությունների մեջ Աստծո հոգին է դրված։ Միակ գիրքը մարդկության պատմության բոլոր ժամանակների մեջ, որ առաջի տառից մինչև վերջի տառը սուրբ գրային ներշնչում ունի, Աստվածաշունչն է, որովհետև գրված է Աստծո սուրբ մարդիկ Սուրբ հոգիից շարժված գրեցին։ Ուրեմն քննելու համար Սուրբ Գիրքը անպայմանորեն Սուրբ Հոգու իմաստության պիտի մոտենանք, աղոթքով, որ Տերը իմաստություն տա և հասկանանք դրա մեջ եղող խորհուրդները։ Մենք ոչ թե գրվածի տառին պիտի կառչենք, այլ պիտի հասկանանք դրա մեջ պարունակող հոգին։ Եվ դրա որպես ապացույց այսօրվա մեր նյութին համապատասխան և այս համարները շատ հաճախ լսում ենք նրանցից, ովքեր որ իրենք հավատքի պետքություն չունեն, բայց իրենց համար էլ է գրված սա։ Կարդանք Կորինթացիների առաջին նամակ 7-րդ գլուխ 12 համարից։ Եթե եղբայրը անհավատ կին ունենա ու նրան հաճելի լինի իր հետ բնակվել, թող չթողի նրան։ Եվ կինը, որ անհավատ այր ունենա ու անոր հաճելի լինի իր հետ բնակվել, թող չթողի նրան։ Վասնզի անհավատ այրը սրբված է իր կնոջով և անհավատ կինը սրբված է իր այրով, այսինքն ամուսնով։ Ապա թե ոչ ձեր որդիները պիղծ պիտի լինեն, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը զատվել կուզե թող զատվի, եղբայրը կամ քույրը այդպիսի պարագաների մեջ գերի չէ, սակայն Աստված խաղաղության մեզ կանչեց, եւ ինչ գիտես ով այր կամ ով կին, միգուցե քո աստվածավախ, աստվածաշնոր ընթացքով պիտի շահես քու կողակցին, եւ դա կլինի ամենահրաշալին։ Ուրեմն այստեղ երկու տարբերակ ենք տեսնում,
Կինը հավատացյալ, ամուսինը անհավատ։ Մյուս պարագային ամուսինը հավատացյալ, կինը անհավատ։ Արդյունքում կարդացածի անհավատ կինը, մյուս դեպքում ամուսինը սրբված են, sanctified, եւ երեխաներն էլ սուրբ են, holy։ Նրանք ովքեր որ գրության հոգին չեն հասկանում, ասում են գրված է, չէ, եթե գրված է, պիտի վերցնենք ինչպես որ է։ Գրությունից ինչ է դուրս գալիս։ Այսինքն տնից մեկը, եթե հավատացյալ լինի, թե կողակիցը, թե զավակները պիտի փրկվեն, դա սուրբ գրքի սկզբունքներին հակառակ է։ Առանց ճշմարիտ հավատքի մեկը չի կարող փրկվել։ Երանի չէ այդպես լինել։ Ձեզանից քանիսները հիմա ուղղակի կցնծայիք, ասենք անհավատ կողակից ունեք, զավակներ ունեք, կամ ծնողներ ունեք, նրանք էլ փրկվեին, տան մեջ մեկը հավատացյալ լինի, ամբողջ ընտանիքով փրկված։ Իսկ միգուցե սրբվում են, սուրբ են դառնում, դիմում ենք ռուսերենին նույնպես նույն իմաստն է տալիս, ասվեշայեցը, իսկ երեխաների համար գրված է սվետի, Աստծո մոտ սուրբ լինել, սա մարդուց չէ, Աստծո շնորհն է հավատացողին, Աստծո մոտ սուրբ լինել նշանակում է Հիսուս Քրիստոսի թանկ արյունով մաքրված լինել բոլոր մեղքերից։ Սա կոչվում է թողություն եւ քավություն, որ միայն Աստված է անում։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Ճշմարտապես հավատալ Աստծուն եւ խոստովանել մեղքերը։ Առաջին հայացքից հիմա մենք հայտնվել ենք դիլեմայի մեջ, թնջուկ է։ Գրությունը մի կողմից, բայց մենք հասկանում ենք հոգին։ Ինչպես պիտի այս ամենը ներկայացնենք։ Դիմում ենք որ լեզվին, դիմում ենք բնագրին, հունարենին։ Սրբված հագիազո բառն է գրված եւ սուրբ դրանից մղող հագյոս եւ հենց մեր քննարկած պարագային տեսնենք ինչ բացատրություն է տրվում։ Ուրեմն նկարագրվեց ընտանիքը, մեկի կինը կամ ամուսինը, որ հավատացյալ է, նրանց միջոցով այդ ընտանիք մտնում է օրհնություն, այդ ընտանիք մտնում է սրբություն, որտեղ հավատացողի մեջ սուրբ հոգին է, բայց ոչ երբեք փրկություն։ Հավատացյալ ազնվորությունը, այդ ընտանիքի անդամը, իր հետ բերում է աղոթք, իր հետ բերում է դավանություն, իր հետ բերում է Աստծո խոսք, Աստծո խոսքի ընթերցանություն ընտանիքի մեջ, խորհուրդներ Աստծո խոսքի համեմատ։ Եվ այդ ամենը կարող են գործածվել, մանավանդ եթե տարիներ են անցնում, տարիների ընթացքում ընտանիքի մյուս անդամների հավատքի գալու համար։ Փրկությունը ընտանեկան չէ, անհատական է, եւ ամեն գիտակից անց ինքն է որոշում, հավատում է, մերժում է, այս քննարկած պատմությանը զուգահեռ բերենք հետևյալ պատմությունը։ Պողոս առաքյալը Շիղայի հետ միասին հայտնվեցին Փիլիպպեի բանտում։ Հիշում եք այդ պատմությունը, Գործք առաքելոց 16-րդ գլուխ, այնտեղ հարցուկ կին մկար, որ կարդացածից այնպես է դուրս գալիս, որ Պողոսին եւ Շիղային գովաբանում էր, սրանք են բարձյալ Աստծո ծառաներն են եւ այլն, բայց իրականության մեջ նրա միջից դևն էր խոսում եւ Պողոսը եւ Շիղան բացահայտեցին նաեւ նրանց դիտավորությունները, եկան բռնեցին Պողոսին, Շիղային, դրեցին բանտ։ Եկեք կարդանք 22 համարից, Գործք առաքելոց 16:22-ից։ Բազմությունը նրանց վրա դիզվեց, զորագլուխներն ալ բռնությամբ, նրանց հանդերձները հանեցին եւ հրաման արին, որ զանոնք ծեծեն։ Տեր Աստված, Պողոս առաքյալը քու
լավագույն առաքյալն է, ամենանվիրված առաքյալն է, ինչ ես թույլ տալիս, որ այս վիճակի հասնի, բռնեն, ծեծեն, այդպես խայտարակ վիճակ, հանդերձները հանած և բանտարկեն։ Աստծո գործերը անքննելի և անզննելի են։ Նրա խորհուրդները մեր խորհուրդներից այնքան բարձր են, որքան որ երկինք երկրից բարձր է, որովհետև այդտեղ մի ընտանիք կար, որ պիտի փրկվեր։ Հենց նրանց համար Պողոսը և Շիղան այս բոլոր ճնշումները, այս անարգությունները կրեցին։ Նրանց շատ վերքեր տալուց հետո բանտ դրին, պատվիրելով բանտապետին, որ զգուշությամբ պահե Զանոկ։ Նա էլ այնպես հրաման առնելով, Զանոկ ներսի բանտը դրավ և ոտքերին կոճղի մեծ ամրացրեց, այնպես որ չկարողանան շարժվեն։ Կես գիշերին Պողոս և Շիղա աղոտ կնեին և Աստծուն կորտնեին և բանտարկյալներն էլ մտիկ կնեին։ Ուրեմն խոսքը նաև հասավ մյուս բանտարկյալներին։ Հանկարծ մեծ շարժ եղավ, երկրաշարժ եղավ։ Այնպես որ բանտի հիմերը սասանեցան, անմիջապես բոլոր դռները բացվեցին, ամենի կապերը արձակվեցան, բանտապետը երբ արթնացավ ու բանտի դռները բացված տեսավ, ինչ արավ, թուրը քաշեց, որ ինքը իրեն սպանի, կարծելով թե կապվածները փախել են և ինքը պատասխանատու է։ Բայց Պողոս բարձր ձայնով կանչեց և ասավ. «Դուք ու անձիդ վնաս մի արա, վասնզի ամենքս էլ այստեղ ենք»։ Նա ճրագը վառել ուզեց և ներս վազեց և դողալով Պողոսին և Շիղայի առջև ընկավ և Զանոկ դուրս բերելով ասավ. «Տերեր, ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Հավասիկ մի դեպք մարդկանց մղեց փրկության։ Նրանք էլ ասեցին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և պիտի փրկվեք դու և քո տունդ»։ Պողոս Շիղա մյուս բանտարկյալներին Աստծո խոսքը որ խոսում էին, բանտապետն էլ լսեց այդ մասին և խոսքը այդ պահին իսկ պտուղ տվեց։ Եվ Տիրոջ խոսքը խոսեցան նրան և ամենուն, որոնք նրա տան մեջ էին։ Բանտապետը առավ Զանոկ գիշերվա նույն ժամուն, նրանց վերքերը լված, մկրտվեցան ինքը և բոլոր իրենները։ Զանոկ իր տունը տանելով անոնց առջև սեղան դրավ, ընտանիք է, հետևաբար նաև այնտեղ փոքր երեխաներ կան, և հռչակվեց, որ իր տունը ամբողջությամբ փրկվեց։ Ուրեմն մանկահասակ երեխաներ կային, որ փրկվեցին, մանկահասակ չէին։ Սրա վրա է հիմնված այն թյուր գաղափարը, որ երեխաներին անում են մանկամկրտություն։ Գրված է. ամբողջ տնով ուրախացան Աստծուն հավատալով։ Նշանակում է բանտապետի զավակները ևս չափահաս մարդիկ էին, ովքեր հասկանում էին ինչ է մեղքը և նրանց պարզ է, որ Պողոս առաքյալն է նրանց խոսում, ինչպիսի իմաստությամբ հավատացին և ամբողջ ընտանիքով փրկվեցին։ Ամեն մեկը առանձին իր հավատքի հիման վրա փրկվեց։ Աստված թոռներ չունի։ Հավատքը չի ժառանգվում։ Faith cannot be inherited։ Ամեն մարդ անհատապես, անձնապես Աստծո հետ հարաբերություն է հաստատում հավատքով։ Չես կարող հույսը դնել, որ ընտանիքի մի անդամի միջոցով մյուսներն էլ փրկվեն։ Հավատացյալ ընտանիքում մեծանալը առանձնաշնորհ է, որովհետև այնտեղ Աստծո խոսքը կա, չէ՞, բազմիցս, եթե մաման հավատացյալ է կամ հայրիկը, պարզ է, որ իրենց զավակներին մշտապես Աստծո խոսքը խոսում են։ Բայց այս հանգամանքը ինքնաբերաբար automatically քրիստոնյա չի դարձնում զավակներին։ Նրանք չափահաս լինելով, այսինքն գիտակցելով մեղքի ինչպիսի լինելը և իրենց խոսված խոսքի համաձայն ապաշխարում են։
Ուրեմն Աստված ոչ թորներ ունի, ոչ թորնուհիներ, հետևաբար նաև չունի ծորներ, այլ միայն ինչ զավակներ։ Ամեն անց հավատքով անհատապես որդեգրվում է Աստծուն։ Individual adoption։ Երկրորդ ձեռքբերկություն չկա, second hand salvation, նման բան չկա։ Ծնողի միջոցով երեխային էլ Աստված favor անի։ Որովհետև մայրիկը, հայրիկը հավատացյալ է, երեխաներն էլ թող փրկվեն։ Երանի թե այդպես լիներ, բայց Հիսուս ամեն մեկ անձի համար է իր կյանքը տվել, հետևաբար ամեն մեկ անձ ինքը գիտակցաբար պիտի ընդունի այդ փրկությունը։ Հովանու ավետարան առաջի գլուխ 12-13 համարներ։ Իրեններին եկավ, ովքեր էին իրենները, մարմնի կողմանից հրյաներին, բայց իրենները իրեն չընդունեցին։ Չընդունել նշանակում է իրենց ազատ կամքով ոչ ասեցին։ Անշուշտ խոսքը քահանայական կարգի մասին էր, իշխանները, բայց շատ ու շատեր փրկվեցին։ Հիշեք Պենտեկոստե օրը 3000, 5000 Աստծո եկեղեցին մեծացավ, բայց ամբողջական ազգային ձևով չընդունեցին։ Իսկ նրանք, ովքեր որ ընդունեցին, հետևաբար հարցը գալիս է անհատականին եւ հավատացին նրա անվանը, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ կոչվելու։ Միջև այստեղ շատ պարզ է։ Չընդունեցին, ով որ ընդունեց, նրանց է իշխանություն տրվում։ Ուրեմն նախ պիտի ընդունես իշխանությունը ունենալու համար։ Հաջորդ համարը բավական բարդ է եւ տարբեր բացատրություններ են տալիս։ Նրանք չծնվեցին արյունից, այսինքն ժառանգաբար այդ փրկությունը չեղավ, ոչ էլ մարմնի եւ մարդու կամքից, այլ Աստծուց։ Եվ այստեղ կարծվում է շատերի կողմից, որ մարդու կամքից ասածը, այսինքն մարդը կամք չունի այդ պարագայում, որ այո ասի, մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած է։ Բայց ամեն կոնտեքստը, երբ որ մենք հունարենից թարգմանում ենք եւ վեր ենք լուծում, դուրս է գալիս, որ մարդու ուզելով չէ ուրիշ մեկի փրկությունը։ Այսինքն մայրիկը շատ է ցանկանում, որ իր զավակները հավատան ու փրկվեն, բայց դա բավարար չէ։ Մայրիկի ցանկությամբ երեխաները չեն փրկվում, երեխաները իրենք պիտի ընդունեն փրկությունը, ձրի Աստծո կողմից տրված։ Ուրեմն փրկությունը անհատական է։ Աստծուն դիմում ես անկեղծ ձևով, ստանում ես փրկությունը։ Եվ սա կոչվում է գրես։ Ձրի է այդ փրկությունը, ոչինչ պիտի չանես, ոչ մի բան, ոչ բարի գործեր, ոչ լավ մարդ լինել, Աստված այդպես չի չափում, Աստված նայում է մարդու սրտին, իսկ եթե այդ սիրտը խոնար է, կոտրված է և փնտրում է, Աստված անպայմանորեն որևէ կերպով նրան այցելում է։ Հորդ, մորդ, տատիտ, պապիտ, ընդ որում երկկողմանի, նրանց հավատքը քեզ չի փրկի, քո հավատքն էլ քո զավակին չի փրկի, հավատքը և փրկությունը անհատական են։ Հետևյալ գաղափարն էլ կա, եկեք սա էլ սնանք անենք, bankrupt, դե որ հայ ենք, ուրեմն քրիստոնյա ենք։ Քանիսներդ եք լսել այս խոսքը, շատ շատերդ, էդում եք քարոզում, 1700 տարվա քրիստոնյա ենք, շատ լավ է, որ 1700 տարի քրիստոնյա ենք եղել, այսինքն առանձնաշնորհ է Աստծո կողմից, մեր ազգի համար, բայց քրիստոնյա կոչվել և քրիստոնյա լինել շատ տարբեր հասկացողություններ են, ազգովի քրիստոնյա կոչվում ենք, բայց դա անվանական է միայն, մանուկ ժամանակ ինձ մկրտություն են արել, քահանան ջրի մեջ է կոխել,
կողել հանել 3 անգամ, թե քանի անգամ, չգիտենք։ Հետո կնիք են դրել իր վրա, հռչակել են, որ հինը գնաց, նոր մարդ եղավ, Աստծո որդի դարձավ եւ այլն։ Սա խաբեություն է։ Սուրբ գրքի մեջ նման բան չկա։ Սուրբ գրքի մեջ միայն կա գիտակցաբար Քրիստոսին ընդունել եւ դառնալ Աստծո որդին։ Փաստերը աղաղակող են, միայն քչերն են ճշմարիտ, վերստին ծնված, Սուրբ գրքի չափանիշներով քրիստոնյաներ։ Մյուսները անվանական եւ դրա համար մենք ցավ ենք քաշում։ Դրա համար մենք փորձում ենք ճշմարտությունը քարոզել։ Ով որ ականջ ունի կլսի եւ կընդունի եւ դարձի կգա։ Եվ կարծես մշակույթ է դարձած, առիթից առիթ եկեղեցի գնալ, մոմ վառել, ավանդություններին մասնակցել եւ այդքանով բավարարվել եւ կարծել, որ ինքը քրիստոնյա է։ Այստեղ են ասում, անունը կա, բայց մեջը բան չկա։ Անկամ 5%, եթե մեր ազգի մեջ վերստին ծնված քրիստոնյաներ լինեն, ամեն օր ուրախությունից կցնցանք։ Շատ ավելի պակաս է։ Եվս մի սխալ մտայնություն մարդկանց մեջ տարածված։ Եվ այստեղ տրամաբանություն է գործում, մարդուն Աստված է ստեղծել, չէ՞։ Այդպես է թե չէ։ Այո։ Դե ուրեմն բոլորն էլ Աստծո որդիներ են։ Աստծո ստեղծածը չի։ Դե եկել եք դուք էլ պայմաններ եք դնում, էս ան։ Աստված ինքն է ստեղծել, հետևաբար նաև Աստծո որդի են։ Միանշանակ ձևով ասում ենք ոչ։ Աստծո խոսքն է վկայում, Հռոմեացիս 8:14 համար։ Վասնզին նրանք, որ Աստծո հոգիով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները։ Իսկ որպեսզի Աստծո հոգով մեկ առաջնորդվի, ինքը պիտի Աստծո հոգին ստանա հավատքով, ապաշխարությամբ։ Հովհաննես առաքյալի միջոցով Աստված բացահայտորեն շատ ուղիղ ձևով տարբերությունն է դնում Աստծո որդու եւ սատանայի որդու միջև։ Աստծո խոսքից ենք կարդում, մեկը չհամարձակվի ասի, այդպես անվանեցին մարդկանց։ Աստված է ասում։ Հովհաննու առաջի ընթերական թուղթ 3-րդ գլուխ 7 համարից սկսած Որդյակներ, մեկը ձեզ թող չխաբե։ Նա, որ արդարություն կգործե, արդար է ինչպես անիկա արդար է։ Այսինքն նրա կատարած գործերը Աստծով են կատարվում եւ այդ գործերը, եթե Սուրբ Հոգու առաջնորդությամբ են, արդար են։ Նա, որ մեղք կգործե, սատանայից է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք արդեն մարդու մեջ ներկայացվող երկու բնությունը, նոր բնությունը Աստծոց վերստին ծնված, որ երբեք մեղք չի գործում, եւ հին բնությունը, որ մեր մեջ մնում է միջև գերեզման, նա է, որ մեղք է գործում։ Եվ նա, որ մեղք կգործե, սատանայից է, վասնզի սատանան սկզբեն ի վեր կմեղանչե։ Սրա համար Աստծո որդին հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ով, որ Աստծուց ծնած է, մեղք չի գործում։ Նոր բնությունը ովքեր վերստին ծնունդ ունեն։ Ես վստահ եմ ճնշող մեծամասնությունը մեղք չեք գործում, բայց ինչպես եղավ։ Նա, որ Աստծուց ծնած է, մեղք չի գործում։ Նոր բնությունը մեղք չի գործում։ Հին բնությունը հակված է մեղք գործելու։ Վասնզի նրա սերմը իր մեջ կմնա եւ չի կարող մեղք գործել, քանզի Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո որդիները եւ սատանայի որդիները։ Աստված շատ պարզ ձևով դնում է տարբերությունը Աստծո որդիների եւ սատանայի որդիների միջև։
մենք էլ մի ժամանակ այդ կատեգորիայի մեջ ենք, նախքան Հիսուսին որպես Տեր ունենալը։ Հիսուս Աստծո որդի է։ Բազմաթիվ հավատացյալներ աշխարհի տարբեր անկյուններում կոչվում են Աստծո որդիներ։ Կա տարբերություն թե չէ։ Հսկայական։ Հիսուս երբեք այս մյուս խմբի հետ չպիտի նույն հարթության վրա դրվի։ Հիսուս Աստծո որդին է, միածին է, որ հայտնվեց որպես որդի փրկիչ դառնալու համար։ Այսինքն որպես պաշտոն ստանձնեց մեղավոր մարդկության փրկության համար։ Ու մեջ 100%-ով Աստվածության ամբողջ լեցունությունն է։ Հիսուս Քրիստոս ադամական ցեղին որևէ կերպ հաղորդ չեղավ։ Դրա համար ինքը հետևյալ ասավ, կարդանք Հովհաննես 8-րդ գլուխ 21 համարից. Ես կերթամ, եւ զիս պիտի փնտրեք, եւ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք։ Ուր որ կերթամ դուք չեք կարող գալ։ Սրա համար հրյաները կսեին, միթե ինքը իրեն պիտի մերցնի, որ կսե թե ուր կերթամ դուք չեք կարող գալ։ Ըսավ նրանց Հիսուս. Դուք վարից եք, ես վերին, դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ։ Սրա համար ձեզ ասի թե ձեր մեղքերի մեջ պիտի մեռնիք, վասնզի եթե չհավատաք, թե ես նա եմ։ Ելից 3-րդ գլուխ 14 համար։ Ինչ է Աստծո անունը, Մովսես հարցրեց, գնամ ինչ ասեմ, եւ Աստված ասաց, գնա ասա, ես նա եմ, որ են, եւ Հիսուս այստեղ ասում է, ես նա եմ, որ են։ Աստված մարմնով հայտնվեց։ Պողոս առաքյալը Կորինթացիների 2-րդ նամակ 5-րդ գլուխ 21 համարում ասում է հետևյալը. Վասնզի Աստված Հիսուսին, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղավոր համարեց։ Այսինքն մեղքի պատարագ դարձրեց։ 2000 տարվա մեջ միայն մեկ պատարագ է եղել։ Հիսուս Քրիստոս համայն մարդկության համար պատարագվել է, իր կյանքը զոհել է, որպեսզի մենք նրա միջոցով Աստծո արդարները լինենք։ Մենք Աստծո կողմից որդեգրվեցինք, adopted to be a son։ Մենք որդեգրվեցինք որդիներ լինելու։ Ուրեմն տեսնում եք, չէ՞, ինչ մեծ տարբերություն կա։ Հիսուս որպես Աստծո որդի եւ մենք հավատքով որդեգրված Աստծուն։ Գաղատացիների 4 գլուխը հետևյալն է ասում եւ 4 համարից կարդանք. Երբ ժամանակը լեցվեց, ո՞րն էր այդ ժամանակը, երբ որ Աստված համայն մարդկությանը փորձեց եւ բոլորն էլ ձախողեցին, մանավանդ 1500 տարի տրված օրենքի դարաշրջանն էր, Աստված իր որդին ղրկեց, որ կնոջից եղավ եւ օրենքի տակ մտավ, որպեսի օրենքի տակ եղողներին փրկե, որպեսի մենք որդեգրություն ընդունենք։ Աստծո որդին հայտնվեց, որպեսի մեզ էլ Աստծո որդի դարձնի։ Որովհետև դուք որդիներ եք, Աստված իր որդու մեծատարով հոգին ձեր սրտերի մեջ ղրկեց, որ կաղաղակե Աբբա հայր։ Ուստի այլևս ծառա չես, այլ որդի ես։ Եվ եթե որդի, ուրեմն Աստծո ժառանգորդը Քրիստոսով։ Մենք որդեգրվեցինք Աստծո կողմից, բայց այդ որդեգրությունը կատարյալ հարազատություն է։ Մարդիկ այս կյանքի մեջ երեխաներ են որդեգրում։ Մանավանդ արևմտյան ուրեմն մշակույթի մեջ կա,
եւ սա մեծամասամբ քրիստոնյաներն են անում, 3-4 երեխա ունի, եւս 3 երեխայի որդեգրում է։ Հնարավոր է մեկը աֆրիկյան երկրից լինի, ասենք Սևամորթ, մյուսը ասենք ուրիշ Լատինական Ամերիկայից, եւ այդ բոլորին հրաշալի ձևով պահում է, որպես իր հարազատ զավակները, թեև այդ երեխաների հետ օրգանական որևէ կապ չունի, որովհետև նրանց մեջ տարբեր արյուններ է հոսում, սակայն երբ որ մենք Աստծու կողմից որդեգրվեցինք, սա ուրիշ մի հարթություն է, Աստված իր հոգին մեր սրտերի մեջ դրեց, դրա միջոցով է, որ մենք կարողանում ենք ասել Աբբա հայր, մեր սիրող հայրը, հիմա տեսնում եք տարբերությունը մեր որդեգրության, մեր որդեգրված լինելու երաշխիքը գարանտին Սուրբ Հոգու մեր մեջ բնակվելն է։ Սուրբ Հոգին ունեցողը պատկանում է Աստծուն։ You belong to God because Holy Spirit indwells in you։ Այդ միջոցով է, որ մեկը Աստծո որդի է դառնում։ Կարող է մեկը 50 տարի իրեն հավատացյալ կոչել, քրիստոնյա կոչվել, բայց եթե Աստծո հոգին չունի, հավատքով չի ստացել, դա միայն ինքնախաբեություն է։ Մենք որդի դարձանք, արժանի ենք, անարժան ենք, որևէ մեկ արժանի չէ, որովհետև մեղավոր ենք, բայց Աստված մեզ սիրեց, երբ որ մենք դեռ մեղավոր ենք, իրեն թշնամի ենք, մեր խորհուրդներով, մեր գործերով, մեր գնացած ճանապարհով, բայց Աստված մեզանից ամեն մեկի սիրտը գիտեր եւ աշխարհի հիմնադրությունից առաջ գիտեր, մեզանից ամեն մեկը երբ, որ տարիքում, որ երկրում, ինչ պարագաների մեջ պիտի իրեն այո ասի, աշխարհի սկզբից առաջ էլ նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու համար։ Անարժան ենք այդ բանին, բայց Տերը շնորհեց, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդի եւ ոչ թե թոռ։ Եկեք նաեւ կարդանք Հռոմեացիների 8-րդ գլխից հետեւյալը 8-ից 11 համարները։ Վասնզի մարմնով եղողները չեն կարող Աստծուն հաճո լինել։ Այսինքն նրանք, ովքեր որ ապրում են իբրև մարմին, նրանց մեջ Աստծո հոգին չի բնակվում։ Բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակված է, այստեղ հարցում կա տրված, եթե բնակված է։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա Քրիստոսին չի պատկանում։ Եվ եթե Քրիստոս ձեր մեջ է, մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի է արդարության համար։ Իսկ եթե Հիսուսը մեռելներից հարուցանողի հոգին ձեր մեջ բնակված է, ուրեմն նա, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, պիտի կենդանացնի ձեր մահկանացու մարմիններն էլ իր հոգիով, որ ձեր մեջ բնակված է։ Սիրելի եղբայրս եւ քույրս, դու որ հավատքով Սուրբ Հոգին ստացել ես, անգամ եթե մարմինդ այն աշճանի տկարացած է, որ հազիվ ես քայլում, շատ մեծ դժվարություն ունես, դու շատ ավելի կենդանի ես, քան նրանք, ովքեր որ պարարտ մարմին ունեն, եւ ամեն բան կարող են անել այս կյանքի մեջ, բայց չունեն Աստծո հոգին, Աստված նրանց ներկայացնում է որպես քայլող դիակներ։ Աստծո առջև մեռած են։ Մենք ինչպես կենդանացանք, երբ որ Աստծո հոգին մեր մեջ բնակվեց։ Ինչպես կարող ենք իմանալ, մենք Աստծո հոգին ունենք, թե չէ։ Ամեն մարդ իր մեջ ունի խիղճ կորցված անտեսանելի օրգանը, որ դատավորի դեր է կատարում։
Եվ նա որոշում է ու նա քեզ հուշում է, դու իրապես ընդունեցիր թե չընդունեցիր։ Ամեն մարդ ինքը գիտի իր անկեղծությունը Աստծո հետ։ Անկեղծությամբ դու քո մեղքերը Տիրոջը խոստովանեցիր։ Եվ դրանից հետո քո ջանքդ եղավ Աստծո ճանապարհների մեջ քայլելու։ Իր հետ աղոթքով եւ Աստծո խոսքով հարաբերվելու։ Ունես այդ ընթացքը։ Սրտերը Աստված է քննում, մենք որևէ մեկի համար դատավոր չենք, քավլիցի, Տերը գիտի ամեն բան։ Սակայն ամեն մեկս մեր մեջ քննենք այդ բանը։ Ուրեմն Տերը մեզ արժեք տվեց Աստծո որդի։ Այս կոչումը երկիր մոլորակի վրա եւ ամբողջ տիեզերքում ամենամեծագույն կոչումն է։ Մենք գնահատում ենք այդ կոչումը։ Մենք գիտակցում ենք, թե մեզ ինչպիսի կոչում է տրված։ Երկրի վրա շատ թագավորներ ապրել են, նախագահներ կան։ Նրանց զավակները հանրայդ մարդիկ են, չէ՞։ Այսինչ թագավորի զավակը, աղջիկը, այնքան, այսինքն այդ թագավոր լինելու հանգամանք այնքան մեծ է, փեսան, հարսը եւ այլն։ Մարդիկ գիտեն աշխարհը։ Բայց դու գիտակցիր, դու թագավորի զավակն ես, որ երկինք ու երկիր է ստեղծել։ Երկիր վրա այդ թագավորները մեռնում են, գնում են, իրենցից հետո եկողները իրենց հակա են հանում, հա։ Բայց այս կոչումը երկնքից տրված մի կոչում է, այն հավիտենական է։ Եվ երբեք որևէ պարագաներում երանի չտաս նրանց, ովքեր որ Քրիստոսը չունեն, սակայն ասենք բարգավաճ կյանքով են ապրում, ոչ մի բանի պակասություն չունեն, եւ դու նրան երանի ես տալիս, որովհետեւ համեմատվում ես քո ֆինանսական, տնտեսական վիճակով, սթափվիր, արժևորիր քո կոչումդ եւ երբեք որևէ մեկին երանի չտաս, ով որ Քրիստոսին չունի։ Որովհետև շատ պարզ ձևով կարդացինք, չէ՞, ովքեր որ Քրիստոսին չունեն, ում որդիներն են, բացահայտ է, սատանայի որդիներն են, մարդիկ տեղյակ էլ չեն, բայց ինչպես Աստծո խոսքն է ասում, իրենց հոր կամքն են կատարում եւ Աստված սատանան նրանց աչքերը կուրացրել է։ Եկեք Հովանու առաջին թրական թղթից կարդանք եւ 3-րդ համարից։ Հովանու առաջին թրական թուղթ 3-րդ գլուխ առաջի համարից։ Տեսեք հայրը ինչպիսի սեր շնորհեց ձեզ, որպիսի Աստծո որդիներ կոչվենք։ Սրա համար աշխարհը ձեզ չի ճանաչում, որովհետև Հիսուսին էլ չճանաչեց։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք։ Բայց գիտենք, երբ որ նա հայտնվի, անորպես պիտի լինենք, վասնզի նրան պիտի տեսնենք, ինչպես որ է, եւ ով որ այս հույսը իր վրա ունի, ինքը իրեն կմաքրե, ինչպես որ Քրիստոս սուրբ է եւ մաքուր է։ Որթի կարող ես դառնալ ինչպես, Աստծո խոսքով ներկայացնենք այս մեկը, Գաղատացիս 3-րդ գլուխ 26 համար։ Վասնզի ամենքդ էլ Աստծո որդիներ եք, Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով։ Հավատալ, խոստովանել, մեղավոր լինելը։ Ամենայն անկեղծությամբ եւ Տեր այցելություն պիտի անի։ Լավ, Աստծո որդի դարձանք, ինչ անենք։ Հանգստանանք, ձեռքներս ծալենք, նստենք, հա? Ինչ անենք։ Ինչպես ուզենք ապրենք։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Աստված ասում է, ձեր որդիական կոչումը եւ իրավունքը
հաստատեցեք։ Ինչպես պիտի հաստատենք։ Խոսքով, գործով, վարմունքով, կյանքի ընթացքով։ Հիշենք, հավատացյալը այս կյանքի մեջ անհավատ աշխարհի կողմից քննվում է։ Նրանց խոշորացուցի տակ ենք, մանրադիտակի, մագնիֆայերով մեզ դիտում են, ինչպես որ մեկը ձվի միջից կուզի մաս փնտրել, այդպես էլ աշխարհը Աստծո որդիներին նայում է, ուրեմն զգույշ լինենք եւ հանրայդ ֆիլմի համատ ասենք, կարող է մեզ հետևում են։ Պետրոս առաքյալը առաջին նամակում ասում է հետևյալը, առաջի գլուխ 12 համար. Ձեր վարմունքը հեթանոսների մեջ բարի պահելով, որպեսզի եթե ձեզ չարագործների պես բամբասեն, մի վախեցիր, ոչ էլ անհանգստացի, երբ որ բամբասում են։ Այս հավատացյալներն էլ գիշեր ցերեկ Աստված։ Առիթից առիթ եկեղեցի գնաս, ամեն անգամ եկեղեցի հավաքվում են, ով գիտի ինչերով են զբաղվում։ Պիտի բամբասեն, բայց պատասխան պիտի տան Տիրոջ առջև։ Թող զգուշանան։ Աստծո որդուն կպնողը Աստծո բիբին է կպնում, զգուշացիր։ Որպեսզի եթե ձեզ չարագործների պես բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն, որ երկնքում է, երբ որ այցելություն պիտի անի։ Ուրեմն մենք ինքներս ինչպիսին պիտի լինենք։ Ամեն ինչ մեզանից է սկսվում։ Նկարագրվեց, թե աշխարհի մեջ մենք ինչպիսի վարմունք ունենանք։ Մեր բարի գործերով ներկայացնենք մեր Աստծուն։ Նաև ամեն մեկս մեզանից պիտի սկսենք։ Եվ դրա համար կարդանք Եփեսացիների 5-րդ գլուխ 8-ից 14 համարները։ Քանզի թեև ատենը դուք խավար եք, բայց հիմա լույս եք Տիրոջմով, ուստի լույսի որդիների պես քայլեք, որովհետև խավարը ինքը իրենից մեղքն է ներկայացնում։ Վասնզի հոգու պտուղը ամեն կերպով բարությունով, արդարությունով եւ ճշմարտությունով է։ Քննեցեք ինչ է որ Տիրոջ հաճելի, ու կցորդ մի եղեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ զանոնք հանդիմանեցեք։ Վասնզի անոնց մեջ գաղտուկ գործված բաների մասին խոսիլը ամոթ է անգամ, բայց երբ բանը լույսի մեջ ցուցադրված է, հայտնի կլա, վասնզի ամեն բան, որ հայտնի կլա, լույս է։ Ուրեմն մեր ընթացքը այնպիսին պիտի լինի եւ գիտակցությունը, որ մեր ամեն քայլին, մեր ամեն խորհրդին, մեր ամեն վարվեցողությանը Տերը տեղյակ է, Աստված տեսնում է, Աստված լսում է։ Այսօր համար կսե արթնացիր, դու որ քնացած ես, եւ կանգնե մեռելներեն, եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա։ Նայեցեք, որ զգուշությամբ քայլեք, ոչ թե անմիտների պես, հապա իմաստունների պես ժամանակը ծախու առնելով։ Այսինքն դատարկ բաների վրա ձեր ժամանակը մի կորցրեք։ Առաջ հոգևորը փնտրեցեք եւ մարմնավորը Տերը խոստանում է, որ ձեզ պետք եղածը պիտի տա։ Փնտրենք Աստծո ներկայությունը։ Հիսուս ասաց, որտեղ որ իմ անունովս 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ։ Մենք հավատում ենք Տերը ներկա է։ Գանք Տիրոջ ներկայության մեջ։ Ուրեմն աշխարհի մարդկանց հետ մենք ամեն մեկս անհատապես եւ նաեւ Տերը ներկայացնում է, թե յուրայինների մեջ ինչպես պիտի վարվենք։ Սա էլ գտնում ենք Հռոմեացիների նամակում, անշուշտ շատ ու շատ տեղերում կա գրված, բայց ժամանակի առումով չպիտի տեղավորվենք, ուստի կարդանք Հռոմեացիների 12-րդ գլխից 9 համարից։ Սերը առանց կեղծավորության լինի,
չարից զզվելով, բարին հարելով, եղբայրասիրության մեջ իրար գորովալից եղեք, պատվելու մեջ իրար մի անցեք, ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք, հոգիով բորբոքեցեք, Տիրոջը ծառայեցեք, որևէ բանի մեջ իրար պարտ մի եղեք, այլ միայն մի կարևոր բան կա, սիրո մեջ միշտ իրար պարտ կլինենք, որպեսզի ավելի սիրենք, հույսով ուրախ եղեք, նեղությունների մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի կեցեք, ամեն հարմար առիթով, ամեն հարմար պահի, ամեն բանի համար, աղոթքով Տիրոջը դիմենք, ինչպես որ փոքր երեխան իր մայրիկին և հայրիկին, իր պետքերի համար, իր ուզած բաների համար դիմում է, այնպես մենք էլ մշտապես խոսակցության մեջ լինենք մեր եկնավոր հոր հետ, անշուշտ գիտակից, ոչ թե այն սկզբունքով, որ ով Տեր, տուր, Տիրոջ փառքը ներկայացվի, Տերը թող մեզ իմաստություն տա, որ հոգևոր ընթացքով գնանք, լինենք հոգևոր հավատացյալներ և ոչ թե մարմնավոր։ Նեղության մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի կեցեք, սուրբերի պետքերին հաղորդ եղեք, հյուրասիրության հետևե եղեք, ձեզ հալածողներին օրհնեցեք և մի անիծեք, խնդացողների հետ խնդացեք, լացողների հետ լացեք, իրար վրա միևնույն խորհուրդը ունեցեք, այսինքն անաչառ գտնվեցեք, կողմնապահություն մի արեք, ամբարտամանություն մի արեք, հապա խոնարհների հետ խոնարհեցեք, ինքները ձեզ իմաստունի տեղ մի դրեք։ Բազմաթիվ պատվիրաններ է տված, բայց շատ պատվիրաններ մեզ խոցում են, չէ՞։ Ամեն մեկս քննենք մեր անձի դիրքը, վիճակը այս պատվիրանների կապակցությամբ։ Չարության փոխարեն մեկին չարություն մի հատուցանեք, բոլոր մարդկանց առջև բարի բաներ անելու հոգ տարեք, որչափ կարելի է ձեզ ամեն մարդու հետ խաղաղություն ունեցեք, սիրելիներ, վրեժ խնդրություն մի արեք։ Շատ հաճախ մտածում ես, որ այս բաները իմ հանդեպ արել են, և ես իրավունքի մեջ եմ հակադարձելու և համաչափ ձևով նրանց դեմ գործելու։ Բայց Աստված ասում է, վրեժ խնդիր մի եղեք, ինչու Տեր Աստված բարդարություն ուր կմնա, հապա բարկության տեղի տվեք, վասնզի գրված է, վրեժ խնդրությունը իմս է, ես պիտի հատուցանեմ, ասում է Տերը, ուստի, եթե քու թշնամիդ անոթեցել է, հաց տուրանոր, և եթե ծարավ է, ջուր տուրանոր, քանզի այս անելով, նրա գլխի վրա կրակի կայծեր պիտի դիզես, չարից մի հաղթվիր, հապա բարիով հաղթի չարին։ Աստծո խոսքը սիրելիներ միայն լսելու համար չէ։ Եթե լսենք ու չկատարենք, Տիրոջ առջև պարտական պիտի մնանք։ Բայց Աստված մեզ հորդորում է և Տեր Հիսուս խոսեց և տարբեր գրությունների մեջ կա գրված, միայն լսողներ մի եղեք, այլ նաև այդ խոսքը կատարեցեք։ Եթե լսում ենք խոսքը, ամբարում ենք, գիտենք այդ խոսքը, դա հոգևոր գիտություն է։ Երբ որ այդ խոսքը մենք գործադրության ենք դնում, այդ դա իմաստություն է։ Երբ որ այդպես վարվենք, երանելի պիտի լինենք և Տերը մեծապես պիտի վարձատրի այդ ամեն բաների համար։ Վերջնականորեն ամփոփում ենք նյութը հետևյալ կերպ. Աստված ունի որդիներ, բայց չունի թոռներ ու ծոռներ։ Հետևաբար փրկությունը անհատական է, ամեն չափահաս մեկը, որ գիտակցում է, թե ինչ է մեղքը, պետքություն ունի ապաշխարության, Տիրոջը գալու և երբևէ սիրելի հայորդի, քեզ չհանգստացնես այն բանով, որ քո մայրիկդ կամ հայրիկդ երկար տարիների հավատացյալ են և դու պետքություն չունես
ապաշխարության։ Աստված իր խոսքի միջոցով ասում է, որ դու պետք է ապաշխարես եւ Տիրոջը դառնաս։ Տերը թող այդ քայլը անելու իմաստությունը տա քեզ եւ դու էլ քու կողմից այդ ջանքը արա։ Աստված օրհնի իր խոսքը ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Isus incarnat, Isus oblețut.